Բանակցություններին ընթരാճ Իսրայելի հիմնական պահանջը Հեզբոլլահի երկարաժամկետ զինաթափումն է։ Ինչպես գրում է Axios-ը, օրակարգում են նաև Լիբանանի տարածքում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման եւ ավելի լայն խաղաղության համաձայնագրի կնքման հարցերը։ ՊԴՊ շեշտում է, իր դաշնակից Իսրայելը պատերազմում է ոչ թե Լիբանանի, այլ Հեզբոլլահի դեմ, ուստի չկա որևէ պատճառ, որ երկու հարևանները չբանակցեն։ Արևմտյան լրատվամիջոցները շեշտում են այս բանակցություններում Թրամփի դերը, նշելով, որ հենց նրա գործադրած ճնշմամբ է Նեթանյահուն համաձայնել ուղիղ բանակցությունների։ Հեզբոլլահը զինաթափման պահանջը մերժել է, մինչև բանակցությունների մեկնարկը եւ սպասվող հանդիպումը անվանել է անիմաստ։ Իսրայելն ու Լիբանանը 1993 թվականից հետո առաջին անգամ են ուղիղ բանակցություններ վարում։ Հարևան պետությունները տասնամյակներ շարունակ ֆորմալ պատերազմի մեջ են պարբերական սրացումներով։ Վերջինը մարտի սկզբին էր։ Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահը հարձակվեց Իսրայելի վրա ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության։ Հեզբոլլահի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային եւ օդային հարձակմանը։ Վերջին շաբաթներին Լիբանանում զոհվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ, 1 միլիոնից ավելի մարդ դարձել է փախստական։ Բիլալ Քեբեհը հուսով է, որ վերջի վերջո պատերազմը կդադարեցվի։ Ես խաղաղության կողմնակից եմ, ամեն բան պետք է հանգուցալուծվի, հակառակ դեպքում կողմերը կշարունակեն կռվել։ Աշխարհի որևէ կետում, եթե հարևանները պատերազմում են, պետք է միասին նստեն ու քննարկեն, այլ ելք չկա, աշխարհը նրանց կողմն է, նրանք ավելի ուժեղ են։ Associated Press-ին ասել է Բեյրութի բնակիչը։ Ընդհանուր առմամբ հարցված լիբանանցիները կողմ են ուղիղ բանակցություններին։ Երկխոսությունը ողջունում է նաև Հայթամ Հայաթը, նա սակայն լավատես չէ Լիբանանի համար դրական արդյունքների առումով։ Ապրիլի 13-ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Վաշինգտոնյան բանակցությունները կարող են ճանապարհ հարթել Լիբանանի հարավում իրավիճակի կայունացման համար։ Եթե դեսպանների մակարդակով բանակցությունները հաջողեն, հաջորդ հանդիպումը ավելի բարձրաստիճան կլինի։ Լիբանանի շուրջ նոր սրացման պատճառ դարձած Իրան-Միացյալ Նահանգներ էսկալացիայի շուրջ նույնպես կանցկացվեն բանակցություններ մինչև երկշաբաթյա հրադադարի ավարտը։ Associated Press-ի փոխանցմամբ Իսլամաբադը կրկին քննարկվում է որպես հանդիպման անցկացման վայր։ Ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ հնարավոր է բանակցությունները տեղի ունենան նաև Ժնևում։ Նշվում է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն բանակցությունների հաջորդ փուլը հնարավոր է ապրիլի 16-ին։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։